այս մարդը համարվում է ամենահանջարեղ գիտնականներից մեկը։ Նա արել է շատ մեծ աշխատանքներ, որի համար էլ հիշվում է մինչև այսօրս։ Նա Իսահակ Նյուտոնն է։ Կարելի է ասել, որ նա եղել է 5 ամենախելացի մարդկանցից մեկը պատմության մեջ։ Իր ամենակարևոր խնդիրներից էր, թե արդյոք մարմինները պետք է ընկնեն ներքև։ Արդյոք այս փաստը վերաբերվում է ամբողջ տիեզերքին։ Նա պատմում էր բոլորին, թե իր մոտ առաջացել է հետևյալ միտքը, երբ տեսել է խնձորը ձարից ընկնելիս։ Հիմա թույլ տվեք նկարեմ ջուղ, տերևներ եւ վերջապես խնձորը այստեղ։ Եվ բնական է, որ եթե ջուղը այս մասից կտրվի, խնձորը ընկնելու է։ Սա հայտնի փաստ է։ Եվ մարդիկ մտածելու են, որ սա նորմալ է, եւ այն կատարվում է նաեւ տիեզերքում։ Սակայն Իսահակ Նյուտոնը, երբ այդ օրը դիտեց խնձորը ընկնելիս, նա հարցրեց. ինչու այդ խնձորը ընկավ։ Եվ այստեղ էր նրա հանջարեղությունը, որովհետև նա առաջինն էր, ով տվեց ինչու հարցը, այնպիսի երևույթի, որ 1000 տարվա մեջ ոչ ոք չէր տվել, եւ բոլորը ընդունում էին այն որպես փաստ։ Նա հարցրեց. ինչու այն միշտ այդ ձևով պետք է տեղի ունենա։ Եվ այս հարցը բերեց նոր դրամապանության, որը հիմք դրեց դասական մեխանիկայի ստեղծմանը, որն էլ օգտագործվում է մինչև այսօրս։ Նա ընդհատեց, որ ինչ-որ բան կա, որը աստում է խնձորի վրա եւ քաշում է նրան դեպի երկիր, եւ նա ստեղծեց բանացել նկարագրելու համար այս երևույթը։ Այն բանը, որ խնձորին ձգեց դեպի երկիր, համաձայն Իսահակ Նյուտոնի գրավիտացիան էր։ Եվ նա դուրս բերեց դիեզերական ցկողականության օրենքը։ Այն ասում է, որ այն ուժը, որը ձգում է երկու մարմիններին իրար, վեկտորական մեծություն է, որը նաև եւ հավասար է այս հաստատուն մեծությանը, որը շատ փոքր մեծություն է, բազմապատկած առաջին մարմնի զանգվածով, բազմապատկած երկրորդ մարմնի զանգվածով եւ հարաբերած իրանց կենտրոնների միջև եղած հեռավորության քառակուսում։ Եթե խոսում ենք գրավիտացիոն ուժի մասին երկրի մակերևույթի վրա, վերցնում ենք M2-ը, ենթադրենք, երկրի զանգվածը, իսկ M1-ը այն օբյեկտի զանգվածն է, որը երկրի վրա է գտնվում։ Այն կարող է նաև լինել, ենթադրենք, ես։ Իսկ R-ը դա հեռավորությունն է երկրի զանգվածի կենտրոնի եւ իմ զանգվածի կենտրոնի միջև։ Կարող է ձեր մոտ հարց առաջանալ։ Համաձայն այս բանաձևի մենք ունենք ձգողություն ցանկացած երկու մարմինների միջև։ Եվ դուք կասեիք, որ ես նայում եմ իմ համակարգչին։ Ինչպես է, որ ես չեմ ձգվում համակարգչի կողմից, կամ ինչու այն չի թռնում իմ երեսին։ Այս հարցի պատասխանը այն է, որ այաժեն շատ փոքր թիվ է։ Իրականության մեջ գոյություն ունի ինչ-որ ցկողության ուժ, ձեր եւ համակարգչի միջև։ Սակայն այն չեզոքացվում է շփման ուժերով, որը կա համակարգչի եւ սեղանի, ինչպես նաեւ ձեր եւ աթոռի միջև։ Որբեսի իմանաք, թե ինչքան փոքր է ժեն, ասեմ ձեզ նրա թվային արժեքը։ Ժեն հավասար է 6.67 բազմապատկած 10-11 աստիճան նյուտոն մետր քառակուսի բաժանած կիլոգրամ քառակուսի։ Եթե այն քրենք, կլինի հետևյալ փոքր թիվը։ Եվ դրա համար, երբ այն բազմապատկվում է ոչ շատ մեծ զանգվածով մարմնի հետ, ենթադրենք ոչ երկիր, դուք չեք հսկա F ուժի աստեցությունը, բայց երբ դեղատրենք, ենթադրենք արևի եւ երկրի զանգվածները, F ուժի աստեցությունը արդեն դառնում է զգալի։ Վերցնենք եւ նշանակենք J բազմապատկած M երկիր բաժանած R քառակուսի մեծությունը փոքր J-ով։ Այն գոչվում է գրավիտացիոն դաշտի լարվածություն երկրի մակերևույթի վրա եւ նրա թվային արժեքը հավասար է 9.8 մետր բաժանած վարկյան քառակուսու։ Եվ F ուժի բանացևը այս դեպքում կլինի M1 բազմապատկած J։ Ենթադրենք ունենք M1-ը հավասար է 70 կիլոգրամ, այս դեպքում ենթադրենք, որ նա ես եմ, եւ փորձենք հաշվել F ուժը։ Նա կլինի 9.8 բազմապատկած 70 եւ հավասար է 686 կիլոգրամ, որը զանգվածն է, բազմապատկած մետր բաժանած վարկյան քառակուսի, որը J-ն է։ Այս միավորը շատ հաճախ ընդունված է անվանել Նյուտոն, որով մենք չափում ենք ուժը, նա ուժի չափման միավոր է։
Հիմա ձեզ հարց տամ։ Ենթադրենք սա երկիրն է, ինչպես տեսնում եք, սա էլ ենթադրենք ես եմ։ Եվ երկիրը ինձ ձգում է 686 նյուտոն ուժով։ Միթե ես էլ չեմ ձգում երկրին, նույն փոքր կամ ավելի մեծ ուժով։ Ձեզնից մեծամասնությունը գասեր, որ երկիրը ավելի մեծ է եւ հետեւաբար այն ավելի մեծ ուժով է ձգում ինձ։ Սակայն դժբախտաբար այդպես չէ։ Ես նույնպես ձգում եմ երկրին 686 նյուտոն ուժով։ Հիմա դուք ասելու եք, որ սա տրամաբանական է, որովհետև եթե մարդ նետվի շենքից, նա գարականա դեպի ներքև, փոքր ժեի ասեցության տակ, եւ ոչ թե հակառակը երկիրը դեպի մարդուն։ Եկեք հաշվենք ուժը երկրի համար։ 686 նյուտոնը հավասար պետք է լինի, ինչ որ շատ մեծ թիվ, այս դեպքում երկրի զանգվածն է, եկեք չքրենք, բազմապատկած ան։ Ան այն արագացումն է, որ երկիրը ձեր կա բերում եւ արագանում է դեպի մարդուն։ Այս դեպքում, եթե հաշվենք ան, կստանանք շատ փոքր թիվ, դրա համար էլ երկրի արագացումը աննկատելի է։ Սրա պատճառը այն է, որ մեր զանգվածները երկրի ու իմ շատ տարբեր են իրարից։ Երկրի զանգվածը անհամեմատ անգամ մեծ է մարդու զանգվածից։ Հակառակ այն փաստին, որ եւ երկիրը եւ ես իրար ձգում ենք նույն ուժով։ F երկիրը հավասար է F մարդ։